Այստեղ խնդիրը բացառապես վերաբերում է քաղաքական մասին։ Քաղաքական առումով ճնշումները ինչքան կլինեն դրանք ինչպես կազդեն հայ մարդու վրա, հայ մարդը ինչպիսի վարքագիծ կդրսևորի ընտրությունների ժամանակ, կգա հունիսի 8-ը Հայաստանում արդեն ակնհայտ է, որ իշխանության փոփոխության հավանականությունը գրեթե զրոյական է, կշարունակի իշխել քաղաքացիական պայմանագիրը եւ ընդհանրապես մի քանի ժամ հետո ես չեմ զարմանա, եթե առաջին շնորհավորողներից մեկը Նիկոլ Փաշինյանն լինի Վլադիմիր Պուտին։ Պարոն Ղավեջյան, մենք այս մասին խոսել ենք, երբ նմանատիպ հայտարարություն արել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայի եւ Հայաստանի միջև, հիշեցրել էր, որ չի ուզում, որ Հայաստանը գնա ուկրաինական ճանապարհով, հիմա նրան երկրորդում է Լուկաշենկոն։ Որքան էլ որ սրանք հայտարարություն են, նախընտրական տրամաբանության մեջ են, բայց նման հայտարարությունները նաև վտանգավոր չեն, պարոն Ղավեջյան, պետք չէ հաշվի առնել նաև նմանօրինակ ռիսկերը։ Գիտեք, մինչ այս պահը մեր զրույցի մենք կապում էինք ամեն ինչ ընտրությունների հետ եւ որոշակի տրամաբանության մեջ ճիշտ էինք անում, որովհետեւ ընտրություններից հետո նվազելու է այս ճնշումը, ընտրությունից հետո որոշակի բնականոն հարաբերությունների տեսք է ստանալու իրավիճակը, բայց կա մի շատ կարևոր բան, որ ընտրություններից հետո էլ շարունակվելու են որոշակի գործընթացներ եւ պարտադիր չէ, որ ընտրություններ լինեն, որ Ռուսաստանը որոշի այդ հիբրիդային գրոհները սաստկացնել, որովհետեւ ընդհանրապես մարելի է, չեմ հավատում, որ հնարավոր է, քանի դեռ Կրեմլում Պուտինն է, բայց որոշակիորեն մեղմացնել հարաբերությունները հաստատապես կլինի հունիսի 8-ից հետո։ Բայց դրանք նորից կսրվեն այն ժամանակ, երբ Հայաստանը կսկսի որոշակի քայլեր կատարել։ Օրինակ, կսկսի կառուցվել Տրիպի կառուցման սկիզբը էական վտանգ է Ռուսաստանի շահերին եւ Ռուսաստանը այդ ժամանակ նորից սկսելու է այդ հիբրիդային գրոհները սաստկացնել։ Կամ Հայաստանը իր չափորոշիչներով կհասնի եւ վիզաների ազատականացման պահը կգա։ Սա եւս Ռուսաստանի համար անցանկալի է, այդ ժամանակ էլ մենք մեծ հավանականությամբ կտեսնենք հիբրիդային հարձակումներ։ Եվ այդ բոլոր հիբրիդային հարձակումները ուղեկցվելու են հենց նման խոսույթով Ուկրաինայի ու Հայաստանի ուկրաինացում, Ուկրաինայի սցենար եւ այլն եւ այլն։